Գոյամարտ սերիալում ամեն օր ավելի ակնհայտ է դառնում, որ Հունանի անցյալը շատ ավելի մութ է, քան նույնիսկ հեռուստադիտողներն էին պատկերացնում։ Եթե սկզբում թվում էր, թե նրա ամենամեծ մեղքը Ռաֆի մահվան պատմությունն է, ապա հիմա սերիալը կամաց-կամաց բացում է նոր շերտեր, որոնք կարող են ամբողջությամբ փոխել բոլոր հերոսների հարաբերությունները։ Վերջին սերիաներից ու հրապարակված կադրերից հետո շատ հեռուստադիտողներ համոզված են, որ Արամի հոր մահվան պատճառն էլ հենց Հունանն է եղել։ Հեռուստադիտողները հիշում են, թե ինչպես սերիաներ առաջ նա խոսում էր ընկերության մասին։ Այնուհետև Արամի հայացքը Հունանին ուղղված այն պահին, երբ նա Ավոյի հետ կռիվ էր անում։ Այս վարկածը վերջին օրերին դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը, և հետաքրքիրն այն է, որ սերիալը կարծես հատուկ փոքր ակնարկներով հեռուստադիտողին տանում է դեպի այդ բացահայտում։ Արամի կերպարը սկզբում թվում էր պարզապես Հունանի վստահելի մարդկանցից մեկը, նա մշտապես Հունանի կողքին է, կատարում է նրա հանձնարարությունները, կարծես անվերապահորեն հավատում է նրան, բայց վերջին սերիաներում Արամի հայացքներում, պահվածքում ու լռությունում սկսեցին երևալ կասկածներ։ Հատկապես այն տեսարանը, որտեղ Ավոն սկսում է խոսել Հունանի անցյալի մասին, շատ կարևոր էր։ Այդ պահին Արամի դեմքի արտահայտությունը փոխվում է, նա կարծես առաջին անգամ սկսում է իրար կապել որոշ փաստեր, և հենց այստեղ շատ հեռուստադիտողներ սկսեցին մտածել, որ Արամի հոր մահվան պատմությունն իրականում շատ ավելի խորն է, քան ներկայացվել էր։ Ըստ տարածված վարկածների, Արամի հայրը ժամանակին եղել է Հունանի ամենամտերիմ ընկերներից մեկը։ Նրանք միասին ճանապարհ են անցել, միասին բիզնեսներ կառուցել, միասին պայքարել, բայց գոյամարտում վաղուց արդեն պարզ է դարձել, որ Հունանն այն մարդը չէ, ով երբևէ կխնայի նույնիսկ ամենամտերիմներին, եթե վտանգ զգա իր իշխանության կամ շահերի համար։ Եվ հենց այստեղից էլ սկսվում է ամենասարսափելի ենթադրությունը։ Շատերը կարծում են, որ Արամի հայրը իմացել է մի գաղտնիք, որը Հունանը չէր կարող թույլ տալ, որ բացահայտվի։ Հնարավոր է նա կապված է եղել Ռաֆի մահվան իրական պատմության հետ, հնարավոր է իմացել է Ավոյի եղբոր սպանության մասին, կամ գուցե տեսել է այն իրական դեմքը, որը Հունանը տարիներով թաքցրել է բոլորից։ Եվ այդ ամենը ճիշտ է, ապա Հունանը կարող էր որոշել ազատվել նույնիսկ իր ամենամտերիմ ընկերոջից։ Եվ սա շատ համապատասխանում է նրա կերպարին։ Հունանը միշտ ընտրել է իշխանությունը մարդկանց փոխարեն։ Նրա համար վերահսկողությունն ամեն ինչից վեր է եղել։ Նա պատրաստ է կորցնել ընտանիքը, ընկերներին, երեխաներին, վստահությունը, միայն թե չկորցնի իր դիրքը։ Հենց դրա համար էլ Արամի պատմությունը կարող է դառնալ սերիալի ամենացավոտ ու ամենաուժեղ բացահայտումներից մեկը։ Պատկերացնենք ինչ կլինի, եթե Արամն իմանա ճշմարտությունը, կամ գուցե Արամը գիտի ճշմարտությունն ու վերադարձել է այդ ճշմարտության հետևից։ Սա ոչ միայն ցնցում կլինի, այլ ամբողջական հոգեբանական փլուզում։ Արամը հիմա ապրում է մի աշխարհում, որտեղ Հունանը նրա համար հոր տեղ է դարձել, նա նրան լսում է, հետևում, վստահում, բայց եթե պարզվի, որ հենց այդ մարդն է խլել իր իրական հոր կյանքը, Արամի ամբողջ ինքնությունը կարող է կոտրվել, և սա շատ վտանգավոր պահ կլինի հենց Հունանի համար, որովհետև Արամը սովորական կերպար չէ, նա ուժեղ է, հավատարիմ, բայց նաև շատ հուզական մարդ։ Եթե նրա ներսում այդ ամբողջ ցավը պայթի, նա կարող է դառնալ Հունանի ամենավտանգավոր թշնամիներից մեկը։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ սերիալը կարծես հատուկ ցույց է տալիս, թե ինչպես են Հունանի բոլոր անցյալի մեղքերը հերթով վերադառնում իր կյանք։ Սկզբում Ռաֆի մահվան պատմությունն էր, հետո Ավոյի վերադարձը, Էռնայի հոգեբանական փլուզումը, հիմա էլ Արամի հոր պատմությունը։ Կարծես Հունանի կառուցած ամբողջ աշխարհը դանդաղ քանդվում է հենց իր գաղտնիքների ծանրությունից, և ամենաուժեղն այն է, որ նա այլևս չի կարող վերահսկել իրավիճակը այնպես, ինչպես նախկինում։ Ավոն դարձել է այն մարդն, ով անընդհատ բացում է անցյալի դռները։ Նա կարծես տարիներով սպասել է ճիշտ պահին, որպեսզի Հունանին ստիպի առերեսվել իր արածների հետ։ Շատ հավանական է, որ հենց Ավոն լինի այն մարդը, ով առաջինը կասկածի սերմ կգցի Արամի մեջ։ Գուցե նա պատմի որոշ փաստեր, գուցե ցույց տա ապացույցներ, կամ պարզապես ստիպի Արամին մտածել։ Եվ հենց այդ պահից կարող է սկսվել Արամի ներքին պայքարը։ Մի կողմից տարիների հավատարմությունն է, մյուս կողմից հոր հիշատակը։ Այս պատմությունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ
Եթե բացահայտվի, որ իրոք Հունանը սպանել է ոչ միայն Ռաֆին, այլ նաև Արամի հորը, ապա նրա երեխաների համար այլևս որևէ արդարացում չի լինի։ Լեան ամբողջությամբ կկորցնի հորը որպես հեղինակություն, Գրիշոն կհայտնվի շատ ծանր հոգեբանական վիճակում, Իննան վերջնականապես կհասկանա, որ ապրել է մի մարդու կողքին, ում իրականում երբեք էլ չի ճանաչել, իսկ Դավիթ պապի ընտանիքի համար սա կլինի հերթական ապացույցը, որ իրենց կյանքերի կործանման հիմքում հենց Հունանն է եղել։ Շատ խորհրդանշական է նաև այն, որ սերիալում Հունանի շուրջ բոլորը կամաց-կամաց սկսում են հեռանալ նրանից։ Լեան հեռանում է հոգեպես, Իննան որպես կին, Գրիշոն որպես հնազանդ որդի, Էռնան հայտնվել էր հոգեբուժարանում, բայց նա կարողացավ դուրս բերել նրան, Արամը կարող է կորցնել վստահությունը կամ եկել է հարցեր պահանջելու, իսկ Ավոն դարձել է Հունանի գլխավոր մղձավանջը։ Կարծես թե այս ամենից հետո Հունանը մնում է միայնակ իր ստեղծած մութ աշխարհում, և հենց սա է գոյամարտի ամենաուժեղ թեմաներից մեկը։ Անցյալը մի օր վերադառնում է, ինչքան էլ մարդը փորձի թաքցնել իր արածները, մի օր ճշմարտությունը սկսում է դուրս գալ ամենափոքր ճեղքերից անգամ։ Առաջիկա սերիաներում ամենայն հավանականությամբ սպասվում են շատ ծանր բացահայտումներ։ Արդյոք Արամը կիմանա ճշմարտությունը, կկարողանա նա ներել Հունանին, թե հենց նա կդառնա այն մարդը, ով վերջնականապես կքանդի Հունանի կառուցած աշխարհը։ Մի բան արդեն ակնհայտ է՝ գոյամարտում ամենամեծ պատերազմը դեռ առջևում է, և այդ պատերազմը լինելու է ոչ միայն ընտանիքների, այլ նաև ճշմարտության ու տարիներով թաքցված մեղքերի միջև։